Բարև Շանթի եթերում լրատվության ժամ է մարտի 13-ն է ուրբաթ։ Վարչապետը սոցիալական ցանցերի էջերում տեսանյութ է հրապարակել, խոսելով պատերազմ եւ խաղաղության, Ղարաբաղյան շարժման եւ դրա հետևանքների մասին։ Երբ ասում ենք Արցախի հանրապետություն, Արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժենք եւ հետևանք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ անդրադառնալ խաղաղության եւ պատերազմի թեմային վերջին շրջանում իմ կողմից արվող շեշտադրումների տեսակետից։ Հիմա տեսեք, հայաստանյան իրականության մեջ, երբ որ տարբեր տեղերում, տարբեր առիթներով խոսք է գնում, ասում ենք Արցախի հանրապետություն, ասում ենք Արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք այս խոսքի բարդ դարձվածքները, ինչի մասին է խոսքը։ Այսինքն խոսքը ունի արժեք եւ խոսքը ունի հետևանք, խոսքը գործողություն է կամ գործողության պլան։ Երբ որ այս արտահայտությունները օգտագործում ենք, մենք պետք է հասկանանք, հետո հաջորդը ինչ, որն է դրա հաջորդ քայլը։ Չկա պարզապես որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունը հնչում է, լինի դա եկեղեցու խորանից, լինի դա, չգիտեմ, գիտական տրամաբանության, լինի դա հանրային տրամաբանությամբ, լինի դա որևէ այլ տրամաբանությամբ, որ ինքը չբերի կոնֆլիկտի։ Ինչ որ մի պահի, ես չեմ ասում վաղը կամ երկուշաբթի, բայց ինքը մի պահի բերելու է կոնֆլիկտի։ Եվ մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը։ Եվ մանավանդ որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ։ Խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, եւ պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը եւ ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել։ Եվ ընդ որում 2020 թվականից առաջ էլ էր պատերազմն, այն չէ, որ պատերազմ չէր։ Մենք խաղաղություն ենքան անծանոթ է, որ մենք խաղաղությունն ու պատերազմը չենք էլ տարբերել իրարից, նոր սկսում ենք տարբերել։ Եվ մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Մենք ասելով ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի։ Բեռնում պաշտոնապես բացվել է Շվեյցարիայում Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը։ Հայաստանի դեսպանությունը Բեռնի կենտրոնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում։ Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթում ընդգծել է, որ այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան, միաժամանակ ծառայելով որպես կամուրջ առավել ամուր կապելով երկու երկրների կառավարությունները, հաստատությունները, գործարար համայնքներ եւ ամենակարևորը ժողովուրդներին։ Վլադիմիր Վարդանյանը դադարեցնում է իր անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այս մասին նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում։ Մինչ այդ Հայաստանի նախագահի կողմից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի Թափուր պաշտոնում։ Իր գրառման մեջ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնել է նաև խորհրդարանական գործունեությունը։ Հիշեցնենք, նա նաև ազգային ժողովի պետահիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Տաշիր կապիտալին Հայաստան էլեկտրական ցանցերի լիցենզիայի ձեռքելուն եւ այն պետականացնելուն առնչվող օրենքները։ Հիշեցնենք, որ ազգային ժողովին դիմադիր խմբակցությունները հուլիսի 11-ին դատարան դիմում էին ներկայացրել, վիճարկելով այդ օրենքների սահմանադրականության հարցը։ Իսկ հակակոռուպցիոն դատարանում այս պահին քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում են հավաքված Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։ Այսօր նաև մայրաքաղաքի տարածքում ամենատեսանելի հատվածներում փակցրել են Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին մեծ պաստառներ։
Մարտի 13-ի վաղ առավոտյան Թեհրանի եւ հարակից շրջաններն ինտենսիվ ավիահարվածների են ենթարկվել։ Մերձավոր արևելքի երկրներն էլ հայտնել են Իրանի կողմից հարվածների ենթարկվելու մասին։ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, Սաուդյան Արաբիան խոցել է 28 անօդաչու թռչող սարք։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Հորդանանում թիրախավորվել է Մուաֆակ Սալթի ռազմաօդային ուժերի բազան։ Բահրեյնում եւ Իրաքյան Քուրդստանի Էրբիլում ամերիկյան ռազմաբազաները։ Հարվածներ են հասցվել նաեւ Իսրայելին։ Հիշեցնենք, փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաեւ տարածաշրջանում գտնվող էներգետիկ օբյեկտներին եւ ամերիկյան ռազմաբազաներին։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում նոր մանրամասներ ներկայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին է հաղորդում Associated Press գործակալությունը։ Նա նշել է, որ Իրանի հրթիռային կարողությունները նվազել են 90%-ով, անօդաչու թռչող սարքերի 95%-ով։ Հեքսեթի խոսքերով հարվածներ են հասցվել ավելի քան 15000 թիրախի, ինչը փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր օրական ավելի քան 1000-ն է։ Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, ամենայն հավանականությամբ խեղված։ Մարտի 12-ին Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձով դիմել էր ժողովրդին, բայց նրա ուղերձը հեռուստատեսությամբ ընթերցել էր մեկնաբանը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ գերագույն առաջնորդը վիրավորվել է։ Միացյալ Նահանգները թույլատրել են ավերի վրա բեռնված ռուսական նավթի վաճառքը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը տրամադրել է 134 ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական ծագման այն նավթի ու նավթամթերքի մատակարարումն ու վաճառքը, որոնք նավերի վրա բեռնված են մարտի 12-ի դրությամբ։ Դրա հետ մեկտեղ ընդհանուր լիցենզիան արգելում է Իրանի կառավարության կամ իրանական ծագման ապրանքների ու ծառայությունների հետ կապված ցանկացած գործարք կամ գործունեություն։ Թույլտվությունը կգործի մինչև ապրիլի 11-ը։ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների իրանական պատասխան հարվածների հետևանքով Փակեմունում Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումները դադարեցված են, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։ Գյումրիի մարզադպրոցները ոչ միայն մարզական նոր գույքի պակաս ունեն, նաև շենքային պայմաններն են վատ։ Նորոգումներ եթե լինում են, ապա մասնակի են կամ կոսմետիկ։ Մի քանի մարզադպրոցներ քաղաքային բյուջեի հատկացումներով մասնակի նորոգումներ են սկսել անցած տարեվերջին, բայց հունվար ամսից ցածր ջերմաստիճանի պատճառով ներքին վերանորոգումները դադարեցրել են։ Կիսանորոգ մարզադպրոցներում, սակայն պարապմունքները շարունակվում են։ Թենիսի եւ սեղանի թենիսի մարզադպրոցի ներսի ու դրսի ջերմությունը գրեթե չի տարբերվում։ Շենքը 1983 թվականի կառույց է։ Հին է, որքան այս էլեկտրական տաքացուցիչը։ Այս մեկով հասցնում են տաք պահել մի սենյակ, որտեղ հավաքվում են մարզիչները, վարչական մասի պատասխանատուներն ու բուժքույրը։ Խոնավությունը մտել է շենքի պատերի մեջ, որոնց վրայից բորբոսները չեն վերանում, իսկ փտած հատակների վրայով քայլելն անգամ վախենալու է։ Այս պայմաններում ամեն օր 193 սան է պարապում, իրենց հաղթանակների մեդալներով ու լուսանկարներով փակելով մութ պատերը։ Վերանորոգման աշխատանքներ եղել է մի 2-3 տարի առաջ, ունենք դերսում կորդերի հանդերձ ծարաններ, ասենք կոմունալ այնտեղ վերանորոգում եղել է այդտեղ, մոտավորապես մի քանի տարի եղավ չի եղել, խոնավություն է, ջրահեռացում չի եղել, խոնավությունը քաշել է, դրա համար այսպես վիճակ էլի։ 4 տարի առաջ քաղաքի բյուջեից հատկացված գումարներով տանիք են նորոգել, բայց ներսի բորբոսների ու խոնավության հետքերը մնացել են։ Մարզական եւ առողջ վիճակում պահել սաներին այս պայմաններում պատկերացնել անգամ չի լինում։ Տանիքից կաթոցները կտրել են, բայց շենքի ներքին ամբողջական վերանորոգմանը չեն հասել։ Աշխատանքների համար նախատեսված 800,000 դրամով շինանյութ են գնել, 3 սենյակ են մասնակի վերանորոգել, խոհանոցը, սեղանի թենիսի 1 դասարան եւ տնօրենի աշխատասենյակը։ Այսքանը հասցրել են անել նոյեմբերից։ Մնացածը չեն շարունակել ցրտերի պատճառով, սպասում են օրերը մի քիչ տաքանան, նոր անցնեն գործի։ Ցրտերը սկսեց,
ջերուցման համակարգը չկա, որ ասենք դա ջերուցման ժամանակ տաք վիճակում սկսենք վերանորոգումը, դրա համար մենք դատարեցրել ենք, որտեղ սկսել ենք, այնտեղ բրձել ենք, այստեղ չհասցրեցինք։ Մեր ժամանակվա մարզումների ժամանակ մենք նույնիսկ ունեցել ենք տրինաժորներ, որոնց վրա պարաբելուց հետո նոր մոտեցել ենք սեղաններին, պարաբել ենք հայլիներով մեր դասասենյակը, իսկ հիմա երեխաները բնականաբար այդ ամեն պայմանները չունենք։ Խոնավությունից շենքային անհարմար պայմանների պատճառով մարզդպրոցի գույքը եւս փչացել է։ Նորերը ձեռք բերելն էլ բավականին թանկ է։ Վերջերս սեղան ու մի քանի գնդակներ, ռակետներ են ստացել, որոնք կօգտագործեն, երբ շենքային պայմանները կփոխվեն։ Պահեստավորած շինանյութը հազիվ 1-2 սենյակի վերանորոգման կհերիքի, բայց աշխատանքները անավարտ չեն կարող թողնել։ Սեփական միջոցներն ու այլ օժանդակություններն են օգնության հասնելու։ Մարզդպրոցի ամենաթարմ նորույթը սաներից Մանեի թենիսի ռակետն է։ Ծնողներն են գնել։ Առաջվանը հին էր, ավելի որ ես սխալ էի խփում գնում էր, իսկ սա ավելի թազա է ու ես որ խփում եմ սխալները արդեն տեսնում եմ եւ աշխատում եմ որ ճիշտ անել։ Պետք է փոխվի գույքը, տեխնիկան փոխվելու է, երեխաների ձեռքի ռակետները ոչ նորմալ են։ Աշխատում ենք ծնողների միջոցով երեխաները ունենան իրենց հասանելի ռակետները։ Իրենց հարևանությամբ է խաղերի մանկապատանեկան մարզդպրոցը, որտեղ վերջին թարմացումը մի քանի ջեռուցիչների տեղադրումն է եղել անցած տարվա վերջին։ Մարզդպրոցի փլված շենքի տեղում 90-ականներին երկաթյա կոնստրուկցիաներով, սենդվիչ պանելներով նոր շենք են հավաքել։ Կաթոցների դեմ դույլերով են պայքարում, հերթափոխով ջուր են թափում։ Պատերն ու հատակը թրջվում են ոչ միայն կիսանորոգ տանիքից, նաև կոտրված ապակիներից։ Մեր պատերը, օրինակ, սենդվիչները, իրանք մեջը փրփուրը արդեն փոշիացել, վերացել է, անպայման փոխվի։ Միջև էս չէ, մեկուսացման խնդիրը չլուծվի, մարզադպրոցի տակացնելու հնարավորությունը շատ դժվար է, չի ստացել։ Դեռ 2020-ին ծրագիր կար մարզդպրոցի նորոգման։ Ճապոնական դոնոր կազմակերպություններ գտնվել, որի միջոցներով շուրջ $200,000 ներդրմամբ պետք է վերանորոգվեր շենքը։ Բայց այն այդպես էլ մնաց գրված ծրագիր։ Դպրոցում միայն մասնակի կոսմետիկ աշխատանքներ են անում, սեփական նախաձեռնություններով։ 216 սան ունեն, պարապմունքները 3 մարզաձևերում է՝ վոլեյբոլ, բասկետբոլ եւ մինիֆուտբոլ։ Մարզասարքեր ու այլ գույք ստանալու հույս էլ չունեն։ Մենք գույք ընդհանրապես չենք ստանում։ Հիմա դուք տեսնում եք, այս կաշկի շետերի հետ է կապված, բասկետբոլը ընդհանրապես ամբողջ Հայաստանում էլ չկա, երևի մենակ մեր մոտ է։ Ժամանակակից, ասենք պատահլուկից կախված շիտեր կան։ Ունենք բանի տաբլոյի կարիք, տաբլոյի պատճառով ասենք շատ մարզումներ մեր մոտ չեն անցկացվում։ Սամբո ջյուդոյի մարզդպրոցում 2 ամիս է շինարարություն է։ Երկաթե կոնստրուկցիաներով մարզդպրոց են կառուցել 2000-ականներին։ Քաղաքային բյուջեից հատկացված գումարներով անցած տարի նորացրել են պատուհաններն ու դռները։ Այժմ վերանորոգումներ են սենյակներում, սանհանգույցում, հանդերձարանում, նոր հարմարություններ են ստեղծում մարզիկների համար։ Պատուհանները մեծ խնդիր էր, որը լուծել ենք, ջեռուցման հարցն է ներկա պահին մնում է չլուծված, ճիշտ է տակացնում ենք, բայց անընդհատ խնդիրներ կան, անընդհատ սարքերը չի գործում, փչանում է, ավելի նորմալ ջեռուցման կարիք ունի մարզադպրոցը։ Հիմնովին վերանորոգման կարիք ունի զալը, բայց ժամանակավոր լուծումներ ենք գտել, տեսեք դուք եք ձեր աչքով տեսնում, որ ինչ փոփոխություններ է կատարվել, առաջը չունենք նմանատիպ ջեռուցման ինչ որ սարքավորումներ, հիմա կա, բայց ելի եմ կրկնում, դա հիմնական լուծում չէ։ Կառույցի, տանիքի հիմնային նորոգում եւ սպորտալիջին այդքան անհրաժեշտ ջեռուցում ընթացիկ ծրագրերում չեն ընդգրկված։ Մարզադպրոցի համար առաջնային է նաեւ գույքի ու մարզասարքերի նորացումը։ Կարողացել են իրենց միջոցներով խառը մենամարտերի համար նախատեսված ռինգ գնել։ Սա մարզադպրոցի վերջին տարիների ձեռքբերումն է։ Մի քանի ամիս առաջ մենք խառը մենամարտերի ռինգ ենք բերել մեր մոտ, որը բացառիկ է ու չկա Շիրակի մարզում, կարող են մարզասերները գալ եւ մարզվել, բայց մարզասարքեր չունենք, շատ ունենք, բայց չնչին բաներ ունենք, որը շատ քիչ է, էլի, ցանկություն, եթե հնարավորություն կա, եթե մարդիկ կլինեն, որ կարողանան աջակցել մեր մարզադպրոցին, մեր երեխաների համար, շատ ցանկալի կլինի։ Մարզադպրոցում պարապում են 200-ից ավելի սաներ, նրանց մի մասը գալիս է հարևան գյուղերից։ Այժմ մարզիչներն ու մարզիկները պատրաստվում են Հայաստանի սամբո ջյուդոյի երիտասարդների առաջնությանը։
Ոչ միայն հանրապետական, նաև միջազգային մրցաշարերից մարզդպրոցի սաները վերադառնում են մեդալներով, մրցանակային տեղերով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը բարձրագույն ուսուցման գործընթացին զուգահեռ ոչ ֆորմալ կրթության նոր ծրագիր է սկսում։ Մարզի հանրակրթական դպրոցների այն երեխաներն, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով ծրագրավորման նորագույն գործիքներին ծանոթանալու, գիտելիքները խորացնելու նպատակներ ունեն, Գյումրիի բուհում այդ հնարավորությունը ստեղծվում է։ 13 մասնագիտությունների գծով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվող դասընթացները դպրոցականների համար անվճար են։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը հանդիսանալով նաև կրթական հիմնադրամ ուսուցման տարբեր մակարդակներում է ապահովում սովորողների մասնագիտական աճը, այդ ուղղությամբ կրթական ծրագրերը սկսելով դպրոցական տարիքից։ Տեխնոլոգիական համալսարանի ավագ դպրոցի և քոլեջի սովորողները հանրակրթական ուսումնական ծրագրերին զուգահեռ ձեռք են բերում նաև համապատասխան հմտություններ տարբեր հոսքերում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն այս ցանկում են։ Հետաքրքրվողների շրջանակն ընդլայնելու համար համալսարանը նախաձեռնել է ոչ ֆորմալ կրթության նոր ծրագիր։ Առաջարկելու ենք տարատեսակ խմբակներ, լրացուցիչ կրթական դասընթացներ, այսպես ասած, ընդհանուր զարգացածության համար ճարտարագիտական նման ջիղ, դիզայն, IT նման ջիղը երեխաների մոտ, աշակերտների մոտ ակտիվացնելու, ուժեղացնելու համար։ Արտադպրոցական խմբակներում և հիմնականում IT ոլորտին առնչվող դասընթացներն անվճար են, որոնք մարզի հիմնական դպրոցների աշակերտներին հնարավորություն կտան ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաները առաջարկվող 13 մասնագիտությունների ուսուցմամբ։ Զարգացող և արագ փոփոխվող ոլորտին առնչվող գիտելիքները մշտական թարմացման անհրաժեշտություն ունեն։ Սրանով նաև բուհը կլուծի համալսարանում սովորողների կադրային խնդիրը։ Հիմնականում այստեղ եկող աշակերտները արդյունքում դառնում են մեր ուսանողները, դրանով ենք մենք շահագրգռված։ Ընտրվել են ժամանակակից պահանջ ունեցող ուղղություններ, որոնք այսպես թե այնպես տեղավորվում են մեր կրթական ծրագրերի շրջանակներում։ Համալսարանի նյութատեխնիկական բազան և լաբորատոր հագեցվածությունը թույլ կտան արտադպրոցական խմբակներում դասընթացներն անցկացնել անհատական ծրագրերով։ Այստեղ արհեստական բանականության նորագույն գործիքները կարճ ժամանակում աշակերտների ստեղծարար մտքի, հետաքրքիր գաղափարների ու նախաձեռնությունների հիմք կդառնան։ Թվային արվեստ և մուլտիպլիկացիա խմբակը դրանցից մեկն է։ Ուզում եմ, որ ապագա դիմորդները, ովքեր որ կցանկանան հետագայում իրենց ուսումը շարունակել մեր համալսարանում, կարողանան մուլտիկների ստեղծմանը ծանոթանալ։ Սկսած կադրերից, ասենք թե յուրաքանչյուր կադր ինչպես է ստեղծվում, իրանց կենտանացնելը, շարժում տալը եւ վերջնական անիմացիոն ֆիլմի ստեղծումը։ Խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ծրագրավորման հիմունքներ, տվյալների հավաքագրում և ՏՏ ոլորտը ներկայացնող մի շարք այլ բաժինների կողքին համալսարանում արդիական ու պահանջված են կարուձևի և նկարչության բաժինները, որտեղ սովորող ավարտական կուրսերի ուսանողները ևս աշխատելու են դպրոցականների հետ։ Տարբեր տարիքային խմբերում երեխաները կուսումնասիրեն արհեստ, արվեստ և նորագույն տեխնոլոգիաներ։ Գրաֆիկ դիզայնը կարևոր է աշակերտների համար, որովհետև նրանք սովորում են մի մասնագիտություն, որը արդի է այս տարում կարելի ասել, ու այս մասնագիտությունը շատ բազմազան ճյուղեր ունի։ Գրաֆիկ դիզայնը ոչ միայն լոգո ստեղծելն է կամ կայք ստեղծելն է, այլ նաև հենց գրաֆիկան է, որը օրինակ անիմացիաների միջոցով է ցույց տարվում, դիզայնի միջոցով է ցուցադրվում եւ այլն։ Ես ներկայացնելու եմ հենց գրաֆիկ դիզայնը, որով աշակերտները սովորելու են գովազդային պաստառների ստեղծում, լոգոների ստեղծում, թե ինչ է ընդհանուր այդ գրաֆիկ դիզայնի իր մեջ պարունակում։ Եռաչափ մոդելավորում եւ տպագրություն դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել եռաչափ մոդելավորման հիմունքներին եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։ Այս դասընթացի շրջանակներում նրանք ծանոթանալու են եւ ստեղծելու են առարկաներ եւ նախագծերի եռաչափ մոդելներ։ Դիզայն հոսքը առաջին տալիս է գեղագիտական ճաշակ երեխաներին, սկզբնական նկարչական գիտելիքներ, եթե հետագայում երեխան այդ ուղղվածությամբ է շարունակելու, արդեն ինքը որոշակի գիտելիքներով պատրաստ կշարունակի իր ուղին։ Դասընթացներին մասնակցության գրանցումներն արդեն բաց են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի օնլայն տիրույթում։ Խմբակներում դասերը կսկսվեն հաջորդ շաբաթվանից։
Ամեն տարի ապրիլի 9-ից 10-ը համալսարանում անցկացվում է էքսպո ցուցահանդես, ներկայացվում են բուհի տարեկան ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները։ Մեկ ամսից այդ միջոցառմանը կմասնակցեն նորաստեղծ խմբակներ հաճախող երեխաները ևս։ Կարճ ժամկետում տիրապետելով ժամանակակից մասնագիտությունների տարրական գործիքներին, աշակերտները էքսպոյին ցուցադրելու պրոյեկտներ կունենան։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Այժմ լրացում այս քարան նորություններին ծանոթացեք նաև մեր հետագա թողարկումներում։ Բաժանորդագրվեք